մենք այս պահին երևի 2000 վարորդ ունենք դուրսը, որը որ գալիս են, այդ 2000-ից կարող է 1000-ին միանգամից դեպորտով ուղարկեն երկիր։ Դեպի Ռուսաստանի Դաշնություն բեռնափոխադրում իրականացնող վարորդները խնդրի առաջ են։ Այսօր կառավարության շենքի մոտ էին հավաքվել, դիմում բողոք գրել եւ հանձնել գործադիրին։ Ռուսաստանի հետ առանց վիզայի ռեժիմ ունեցող երկրների քաղաքացիների համար 2025 թվականի հունվարի 1-ից նոր սահմանափակումներ են գործում։ Չաշխատելու նպատակով Ռուսաստանի Դաշնություն մուտք գործողները մեկ օրացույցային տարվա ընթացքում չեն կարող գումարային 90 օրից ավելի գտնվել երկրի տարածքում։ Ստացվում է ժամկետը 2 անգամ կրճատվել է։ Միանգամից ասեմ, որ սա վերաբերվում է ոչ միայն ուղևորային եւ բեռնափոխադրում իրականացնողներին, բոլոր կատեգորիաներին, որի մեջ մտնում էին օրինակ օդաչուները, բորտուղեկցողները, ինքնաթիռների սպասարկող անձնակազմերը, գնացքավարները եւ այլն։ Փորձագետի խոսքով նոր միգրացիոն քաղաքականության վարչարարության ուղղությամբ ՌԴ մարմինները մինչև սեպտեմբերի 10-ը քայլեր չեն իրականացրել։ Վարորդներն էլ վարչական տույժերի չեն ենթարկվել։ Վերջին մեկ ամսվա ընթացքում ոստիկանությունը սկսել է հաշվել այն օրերի քանակը, որոնք վարորդներն անցկացնում են ՌԴ-ում։ Եթե անձը իր օրինական գտնվելու ժամկետից 90-ից 180 օր ավելի է մնում, դրվում է մուտքի արգելք 3 տարի ժամկետով։ 180-ից 270 օր ավել գտնվելու պարագայում մուտքի արգելք 5 տարի ժամկետով, իսկ 270 եւ ավելի օր գտնվելու պարագայում 10 տարի ժամկետով։ Ես արդեն ունեմ 1 տասնյակից ավել այդպիսի վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումներ, որ ուղարկել են վարորդները, որտեղ հստակ նշված է, որ իրենք Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու ժամկետը խախտել են եւ գտնվել են ավելին ու հաշվարկած են 138 օր, 146 օր եւ այլն։ Ու չնայած այդ օրերը չեն գերազանցում 180 օրի սահմանաչափը, միևնույն է, նրանց մուտքի արգելք է տրվում 5 տարի ժամկետով։ Factor TV-ի հետ զրույցում վարորդներն ահազանգում են, իրենց արտաքսման վտանգ է սպառնում։ Կոնկրետ այս բանին, ասենք, ես այդ խնդրի մեջ եմ, այդ խնդրի առաջ եմ կանգնած, իմ 120 օրն է լրացել։ Ռուսաստանում այդ իմ բանկի կարտերը բլոկ են արել, չեմ կարող օգտագործել։ Ասենք, իմ Ռուսաստան գնալը ոնց որ կասկածի տակ է, գնամ կամ սահմանը կասնեմ, կամ էլ արդեն զապրետ արած։ Օրենքի կիրառությունը դրված է Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության վրա։ Նրանց արտոնված է առանց դատարանի որոշման արտաքսում իրականացնել։ Օրինակ, 2 օր մնացել եմ Լարսը, որ մտնեմ Ռուսաստան, 2 օր մնացել եմ Լարսի տամոժնին, մինչև թղթերը ստանում, բայց խնդիր չկար թղթերիս հետ կապված։ Հեսա հետ եմ գալի ես հիմա։ Վաղը չեմ իսօրը կարող ելնեմ նորից լավ շահասած, որտեղ որ գրանցվում ենք 4-5 օր կայնելու են, որ հերթս հասնի։ Այդ ամենրեսին 4-5 օր այդ հալուց, 2 օր 3 օր հետ գալուց, ոնց ուզում ալի մի 4-5 օր էլ այդ մենք մինչև բերը դադարգում ենք, նորից բարձում ենք, հետ են գալի, մեր օրերը լռանում է։ Ձմռանի եղանակային պայմանները իսկ ամռանը զբոսաշրջիկների հոսքը ծանրաբեռնում են Լարսի անցակետը։ Տաթևիկ Բեժանյանը պնդում է, եթե անգամ խցանումներ չլինեն, բեռներ տեղափոխող անձինք միանշանակ գերազանցելու են սահմանված 90 օրը։ Սահմանապահները առողջ տրամաբանության շրջանակում պնդում են, որ այս օրենքը չպետք է վերաբերվի բեռնափոխադրողներին եւ խոչընդոտ չեն հանդիսանում։ Նրանց թույլ են տալիս, որ մուտք գործեն Ռուսաստանի Դաշնություն, պնդելով, որ այս օրենքը չի վերաբերվում իրենց։ Ցավոք դա չիմացության արդյունք է։ Իսկ ներքին գործերի նախարարության աշխատակիցները, դիցուք այս պարագայում ոստիկանները կամ ճանապարհատրանսպորտային ուրեմն ոստիկանները իրենք կանգնեցնում են, հաշվում են այդ օրերը։ Եթե կեսը այս տարին գնեն զապրետի տակ, այն մի կեսն էլ եկող տարի են ընկնելու, էլ արդեն այդքան մարդ չկա Հայաստանում, որ շոֆերություն անի։ Համ բերը կթանկանա արդեն ուրիշ երկրի վարորդները, որ բանտանեն, բերը փոխադրումը կթանկանա, մեր մոտն էլ արդեն ալուրն էլ կթանկանա, հացն էլ կթանկանա, իսոկն էլ կթանկանա, սա կսկսի թանկանալը։ Փորձագետն ընդգծում է, գոնե Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների քաղաքացիների համար նման խնդիր չպետք է առաջանար։ Վարորդները նշում են, եթե հարցին լուծում չտրվի, բեռնատարներով փողոցներ են փակելու։ Արտաքին գործերի նախարարությունը տեղյակ է խնդրի մասին։ Վարորդների խոսքով փորձում են լուծումներ գտնել։ Կառավարությունից դեռ չեն արձագանքել վարորդների դիմում բողոքին։